Լավալի Սուրբ Գևորգ Հայաստանյաց Արաքելական եկեղեցիեն ողջույններ սիրելիներ, այսօր եկած ենք նշելու Սուրբ Գևորգ Զորավարի եւ եկեղեցուհիս անվանագոչության դոնը, ինչպես նաեւ Վարակա Սուրբ Խաչի դոնը, այս առիթով գուզեմ շնորհավորել մեր եկեղեցու հոգևոր հովիվը Տեր Հակոբը, մեր եկեղեցու գարուցին տակ գտնվող բոլոր բաժանմունքները եւ հանձնախումբները, բոլորին վազք կգադար, որ անգամիևս հաջողությամբ պսակեցինք ուխտի շաբաթը եւ այսօր վերջ կգտնե այդ ուխտի շաբաթը Սուրբ եւ անմահ բադարակով։ Սիրելիներ, նախապես բոլորի դալ ըսած ենք, կարճած մնանք մեր հավատքին, ամուր մնանք մեր հայկական ավանդներուն եւ մոդիկը մնանք Հայաստանյաց Արաքելական Սուրբ եկեղեցու եւ մեր բոլոր ազգային միություններուն այսօր ավելի քան երբևէ պետք ունենք մեր հավատարմությունը, հավատքը եւ ազգայնությունը բահելու եւ բաբանելու։ Անգամիևս կշնորհավորեմ ձեր բոլորին Սուրբ Գևորգի եւ Վարակա Սուրբ Խաչի դոնը, ցտեսություն ձեր բոլորին։ It's a tremendous privilege for me to participate in any Armenian event, especially today is for St. George. As a son of a church, my father's name also is George and my wife's name is Georgette. That's why I have a special feeling of my heart about this special occasion. For the Armenian community, I have to say, like I always said, even here or at the Parliament, proud of this community, a community, if you go to the past of the pain they suffer regarding the genocide, they were able to transfer the pain into a legacy of love, legacy of unity, legacy of strength, legacy of success and the prosperity. And that's why we are proud of you as Armenian. Our heart with you will support your cause at any cost. I will always stand with the Armenian cause. Thank you. Շատ կարևոր է ամեն տարի նշենք Սուրբ Գևորգը, գուզեմ շնորհավորել եկեղեցին եւ բոլոր անդամներ, որ մեծ թիվով միշտ ներկա կլան։ Շատ ուրախ եմ ձեր հետ ներկա գտնվելու։ Քաղուտը հոս միասին է, որբեսի միասին տոնենք աս անուշ դոնը, բոլոր քևորգներուն անունը գշնորհավորեմ եւ նաեւ գշնորհավորեմ եկեղեցին հոգապարծությունը, դիգնանցությունը եւ բոլորին
հաջողություն կմաղթեմ։ Շատ շնորհակալություն։ Bonjour à toute la communauté arménienne. Aujourd'hui, on fête la fête de Saint-Georges et je souhaite à tous ceux et celles qui s'appellent Bon Georges une bonne fête. Et aujourd'hui, c'est un moment privilégié pour moi. J'ai eu le temps de venir me ressourcer, prier ici à l'église et on va se rassembler tous ensemble. C'est un bon moment. Je remercie tous les organisateurs, tous les responsables pour ce beau rassemblement et cette belle organisation. Et pour moi, c'est vraiment un rendez-vous incontournable. Alors, bonne fête à tous. Merci pour toute la communauté arménienne, pour tout ce que vous donnez et vous offrez à la ville de Laval. Merci beaucoup. Just want to take this opportunity to wish the community a blessed Sub Kevork Day. Sub Kevork, important saint for all communities, including mine, defeat of evil and the perseverance of good and the light. Blessed Sub Kevork, I'm Vasilios Karidogenis, your city councilor in Laborapluf. Thank you. Որպեսզի ասիլարժանի լասում եկեղեցի եւ որպեսզի սայն հերոներն անկախանան փոխարենություն ունեցնեն։ Մենք որ այսքան բազմաթիվ վգաներով շրջապատված ենք, բանենք ամեն խոչընդոտ եւ մեր ողջ ենք մեղքը, որ մեզ թիրավ բաշարի եւ համբերատարությամբ պայքարենք մեզի ներկայացող փորձություններով դեմ։ Մեր աչքերը հարենք Հիսուսի, մեր հավատքի հիմնարկին ու դադարելագործողին, որ գիտնալով թե ինչ ուրախություն կսպասել իրեն, արհամարեց ամոթը, անցնարավ խաչի վրա մեռնիլ և Աստծո աթորին աչ կողմն նստավ։ Եբրայեցիներուն ամագին հեղինակը այս բարելով ուզե մեր ուշադրությունը հրավիրել այն իրողության, որ անցյալի, ներկայիս և հավիտենականության մեջ ապրող այնքան սուրբեր և այնքան օրինագելի հավատքի հերոսներ ունեցածենք, որ անոնց երբ նայինք և անոնց մեզ սորվինք, մեր այսօրվա կյանքը կհասկանանք ինչպես պետք է ապրի։ Անոնց մեջ են կսորվինք, թե ինչպիսի կյանք մնե հավատքի կյանքը և ինչ բանի համար գարժենուն իսկ նահատակվիլ, որովհետև կյանքեն դեր այս ժամանակավոր անցողի կյանքին անքին արժեքներ կան, որոնց համար նահատակվիլը սոսկ մերնին չէ, այլ ծորենի հատին վես ծանվիլ է, որ իր բդուղները կուտա հաջորդող սերունդներում մեջ։
արտացի արկես դեր ուրցայնի իմում, Եղիցի ագաչ քոյլս երես հայնավոտից կիմոտ։ Ալելույա, սերպեսի մադաղես այս նշանավ, Սուրբ խաչիս և սուրբ ավետար անաց և աղուրը շնորհիվ անվան հոր և որդո և որդույն սրբո, Այժմ միշտ և հավիտյան սավիտենից, ամեն, ալելույա, ալելույա, ալելույա։ Օրտնեսի և սրբեսի մադաղս այս նշանավ, Սուրբ խաչիս և սուրբ ավետար անաց և աղուրը շնորհիվ անվան հոր և որդո և որդույն սրբո, Այժմ միշտ և հավիտյան սավիտենից, ամեն, ալելույա, ալելույա, ալելույա։ Օրտնեսի և սրբեսի մադաղս այս նշանավ, Սուրբ խաչիս և սուրբ ավետար անաց և աղուրը շնորհիվ անվան հոր և որդո և որդույն սրբո, Այժմ միշտ և հավիտյան սավիտենից, ամեն։ Բարի երեկո ձեր բոլորին, Սուրբ Գևորգ եկեղեցու հոգապարծության և հովվին կողմէ ձեր բոլորին բարի քալուս կմաղթենք մեր եկեղեցու տոնին և անվանագոչության, նախքան դեր հոր խոսքը դամ կուզեմ բոլորս միասնաբար շնորհակալություն հայտնենք մեր լավալի հայ կետրոնի ընկերներուն Դղոց, Վրեժ, Վիկեն, Ներսես, Եսուկ, Հարութ, Գներեք էտ էմեգոն մորցա չեմ լեսներ գոր, այսօր քանի ամիս է կպադրաստվին անցադարի և այս տարի ինչպես, այս բոլոր ոչխարները նվիրատվությամբ կհյուրասիրեն մեր բոլորին, ընկերներ ձեր բոլորին վարձ կգադար, ձեր կհուսանք կմաղթենք, որ ձեր ազդարած սրտապուխ կործը մեր բոլորին և մեր եկեղեցու և կետրոնին Բարի օրեն նպաստ է վասկենիտ գադար։ Արիրգուն ամենուն նախ կշնորհավորեն բոլոր քևորքները, քևոլիկները, ջորջերը, ջորջինաները, քևորքյանները, Աստված ծող Սուրբ Գևորգի բարեխոսությամբ ձեզի և ձեր ընտանիքներուն առողջ և խաղաղ օրեր տա։ Նաև շնորհակալություն մեր դղոց, մեր գամավորներուն այս սիրահոժար աշխատանքի և հյուրասիրության համար, շնորհակալություն նաև մեր եկեղեցու դիգիններուն, մեր հոգապարծության, մադաղի պատրաստությամբ և ովքեր որ պիտի օգնեն այսօր մադաղի պատրաստության եկեղեցուս երիտասարդները, գամավորները, պատանիները, կաքավիկի հանձնախումբը, Դոնի նպատակը ճիշտ է Քրիստոսով զորանալ, հավատքը նորոգել և սորվիլ սուրբերու կյանքեն, որտեղ սուրբերը իրենց կյանքը դվին այդ մեծ սիրո համար, որ Աստծո մեջ կտեսնեն և իրենց համար կյանքը Պողոս առաքյալի խոսքերով Աստված ինքն է։ Ադոր համար եթե գուզենք ավելի միասնական սիրով և կազմակերպված համայնքը լալ, պետք է նախ և առաջ մեր հավատքը մեծնալ։ Այդ հավատքով թող Աստված բոլորիդ ընտանիքներ օրհնի։ Եկեք միասնաբար ճաշը օրհնենք և ճաշակենք։ Բնիկը այն է, որ ինքսինք կտեսնե փանասերին հայացքով։ Փանասերն է ուրեմն, որ
եվրոպական հայացքն է, որ կբդկցնե այդ բնեգին վրա, որ կդառնա բնեգ այն վարյանին, որ այդ սպանասերին առարգան կդառնա։ Ուրեմն, երբ անին եվրոպական նսենք արևմտյան հայացքին, ներանձնականությունն է, վերջո այդ ֆենոմենը, որ կկատարվի, 19-րդ դարում սկիզբը։ Եվ օրիենտալիզմ կոչվածը ինչ որ ուզեն թողսեն, ուրիշ բան չէ, եթե ոչ արևմտյան հայացքը չէ արևելքին վրա, արևելքին հայացքն է ինքն իր վրա արևմտյան հայացքով։ Վաու, դարբեր են բանը չէ։ Այսինքն տուն քու յանտակատ կտարնաս կոր, հասկնաս։ Եթե գա երբ որ հասկացա, ինչ հայտնագործություն։ Եվ ուրեմն լեվիստուրին է կրել, ասիկա առաջին պաշին։ Բարև ձեզ հայ հորիզոն ձեզի հետ է այսօր Մոնտրեալի հայ գետրոնի Ավետիս Արոնյան սրահեն ներս։ Քիչ առաջ տեղի ունեցավ համասկային Քեբեկի սանահին մասնաճյուղի գազմագերբած քրական ցերնարգը դոկտոր Մարկ Նշանյանին հետ ստեղծել ժամանակը, որ լա մերը կգրեր այսօրվա ցերնարգին խորակիրը։ Եկեք միասնապար հետևենք նյութին։ Պետք է բացատրես, թե ասվածելու մահը պետք է սկաս, ինչու է սկաս։ Միայն բարիժանը չէ, կերմաններեն կսկսի, մինչև Դանիել Վարուժան, Դանիել Վարուժան ոչ Լենին դարձած է, ոչ փիլիսոփայություն դարձած է, ոչ Շենին դարձած է, դերեմ ժառանգած էր անհրաժեշտությունը ասվածելու մահը սկալու, ասիկադոր բացատրությունն է։ Մարկ Նշանյանը հոս է Մոնտրեալ Լևոն Շանթ հայրենագիտական դպրոցի դնորենության հրավերով եւ միշտ երբ որ մենք սփյուռքեն մտավորականներ կհրավիրվին հայրենագիտական դպրոցին համար արիթ գուզենք օգտագործել որ հանրությանալ ծանոթացնենք եւ շփումը ստեղծվի գրասեր հանրության եւ մտավորականի մեջ այդ էլ արդյունքը Եվ ես գնշմանեմ որ ներկաներուն դարիքը երթալեն սկսած է ավելի երդասարտանալ այսին լավ երևույթ մնե մեզի համար ինչ է պատճառը կգարձեք Ես կգարձեմ որ երդասարտության մոտ գա հետաքրքրություն մեզի կմնա հրամցնել եւ գշտացնել ադմեկ երկրորդ յուրաքանչյուր մտավորական ինքնալ ունի իր ֆաները անգլերենով կամ իրեն իր երգրբակուները իր ընկերները ասենք որ օրինակ Մարկ Նշանյանը դարիներով բանի կմասնակցի զարմանազան ջամփարին կմասնակցի ուրեմն հոն երդասարտ ընկերուիներ ունի ինքը որոնք նաև Մոնտրեալեն են Եվ այսօրվա ներկաներում մեջ այդ շրջանագեն մարդիկ ներկային, ուրեմն այսպես գա հետաքրքրություն, մեզի կմնա դալ։ Շատ շնորհակալ ենք նանոր, գհուսանք, որ այսպիսի քրական ձեռնարկներով պեղում դարեշրջամը պիտի ունենաք։ Հուսամ, արդեն Մարկ Նշանյանով սկսիլը ըսի ինքնին մարդահրավեր մնե, որ շարունակությունը նույն բարձրության վրա բահենք Չանանք բահել։ Շնորհակալ ենք։ Մարկ Նշանյանը Մոնտրեալի անձանոթ հեղինակ մը չէ, 40 տարի է գրեթե Մոնտրեալ գերտագուկա։ Վերջին անգամ քանի տարի առաջ եկած էր սակայն հետաքրքրական ապար COVID-ն առաջ, այսինքն 17-ն սկսյալ մինչև 25, 7-8 տարվա մեջ 13 հադոր գիրք հրատարակած է։ Որոնց մեջ 10 հատը թարգմանություն են, փիլիսոփայական թարգմանություն է, փիլիսոփայություն Նիչե, Ագամբեն, Ֆուկո եւ այլն, բայց նաեւ երկու հատոր իր գրությունները առավել հատմնալ հագոպոշական ադալսեն որ թարգմանություններում մեջ հաջող գիրքին գես իր գրությունը ինքը որ գվերլուձե ալնանան այսօր ահագին բան է եւ ուզեցինք անպայման արիտեն օկտիվիլ կանի բիդիկար արդեն եւ գիրքերը ներկայացնել որովհետեւ գիրքերը գիտես լույս կդեսնեն Մարդի դեսներ եթե չի ներկայացնես, պետք է ներկայացվին մարդիկ քնեն, խոսին, գարտան, պայման չի ամեն բան գարտալ, բայց գիրքերը գոյություն կունենան, երբ որ գերեվին եւ մարդիկ կսկսին ծեր կառնել։ Ադեր այսօրվան ծրագիրը ուրախ ենք որ Մարկը ընթարաճեց եւ մեկ-մեկ գիրքերում մասին խոսեցավ, գարչ ներկայացուց ուրիշ բան ասեմ, գիրքերը բադապար չեն մեջտեղ կար, չէ՞ Քրողին մտածոյի մտքի մեջ process մգա մեկ բան մյուսին գնանի օրինակ շատ հետաքրքրական գապ մհրավ Մարկը Ֆուկո
Էդուարդ Սաիդ, հետո արևելապանություն եւ հետո Պերավադիգա վերջին քիրքին, որ ասկանական պանասիրության ծնունդն է, ասամեն իրար կգաբվին։ Եվ ուրեմն երբ որ գսես բանի մասի մտածել, գսես, «Օ, ադա պետք է թարգմանեմ» եւ ինքը անա գտարկմանեմ, միշտ գտարկմանեմ։ Ինտենալիկ բան է, 10 ադո թարգմանություն, մեկ օքի արեմդայերեն եւ գեղեցիկ թարգմանություններ։ Մեր լեզուն այսօր իսկապես ես կսկամ որ ողջ է, որտեղ գտարկմանեք որ, երբ որ լեզու մեջի թարգմաներ կնշանակե ողջ է։ Շատ ճիշտ, իսկ ինչ է ձեր գարձիկը հետաքրքրության մասին Մարկ Նշանյանի բեսմդավորականի հանդեպ։ Մարկ Նշանյանը յուրահատուկ է մեր իրականության մեջ, բարեբախտաբար բավական բան ունի, հմայք ունի եւ դարաձում ունի Իրանունը եւ քիրքերնալ մանավանդ երիտասարդ սերունդի մոտ։ Գիտես 15 տարի Կոլումբիա հայագիտան ամյոնի վարիչներ, բավական ուսանողներ ուներան։ Ճիշտ է անգլերեն, բայց հայագիտությամբ հետաքրքրվող մանավանդ իր մասնագիտությունը արտի քրագանությունն է։ Որտեղ երբ որ հայագիտություն գսենք կհասկանանք հին բաներ, կա արտի քրագանություն։ Եվ ադոր համար ալ ուսանողներ ունի, որոնք հետաքրքրված են, որ ով են աս հայերը, ինչ է իրենց քրագանությունը այսօր։ Եվ ուրեմն նոր սերունդ մգա որ հետաքրքրված է։ Ածով ինքը հետաքրքրությունը ինքը ստեղծած է։ Եվ աշխապատ օրը Լևոն Շանթ հայրենակիրականինալ ինքն է օրվան ասենք տասախոսը եւ գտեսնեմ որ իսկապես երդասարտության կով գա այդ հետաքրքրությունը մեզի համար այդ մեկը շատ ներշնչիչ երևույթ մնե Ռաֆի շատ շնորհակալ ենք ձեր գարձիկին համար Մենք շնորհակալ ենք ձեզի Այս իրգուն ներկայացած քիրքերս անոնք են որ լույս տեսած են մոտավորապես այս վերջին 6 կամ 7 տարիներուն ուրեմն քիրքեր, որոնք երբեք շնորհանդեսի բադիվը չէին ունեցած, քանի որ ճամփորդելու հնարավորությունը չկար։ Եվ ուրեմն այս տարի եւ Երևան հունիսին եւ հոսիմա ուրեմն այդ բանը զուգահեռ նաեւ հետաքրական է Երևանի եւ Մոնրեալի միջեւ այս քիրքերը կովկովիտրի եւ մեծ շնորհանդես մերի այդ քիրքերուն շուրջ չէ եւ ուրեմն այդ քիրքերը կան իմ հեղինակություններս եւ իմ թարգմանություններս թարգմանություններու բարակային առանց բացառության քրեթե առանց բացառության թարգմանության վերջավորության քանի որ թարգմանությունը անիմաստ է առանց քու միջամտությանդ ոչ միայն որպես թարգմանիչ այլ նաեւ որպես մտածող ասենք գա իմ երբեմն նույնքան երկար որքան այդ քիրքը որ կթարգմանեմ իմ աշխատանքս ասենք որպես վերջապան չէ Ֆուկոյի բարակային օրինակ ավելի քան թե քիրքին մասին, քան թե որ այդ քիրքեն վերջը որ թարգմանեցի որ 72-ին լույս տեսած է որ գոչվի սերականության պատմություն հադոր 1 այդ Ֆուկոն քիրք չեր դարակած ուրեմն պետք է գիտնանք թե պետք է հասկանայի թե շատ կրված է բայց ես պետք է հասկանայի թե ինչ կդարված է Ֆուկոյի կյանքին վերջին 8 տարիներուն թե ինչու ուրիշ քիրք չեր դարակած եւ միայն մահեն յետքը սերականության պատմությունը լույս տեսած է եւ ուրեմն այս քիրքերը հեղինակներ են որոնց այդ կյանքս ես անցուցած եմ հասկանաք մանավանդ օրինակ բոլորն ալի վերջո Ֆուկոն ալ Էդուարդ Սաիդը Ագամբենը դալացի փիլիսոփան Վալտեր Բենյամինը որ հինեն անշուշտ քանի որ Վալտեր Բենյամինը Եվրոպայի մեջ ուշ մեջտեղ ելած է Վալտեր Բենյամինը 1940-ին անսասպան եղած է իր ուրեմն 40 տարի վերջը միայն Գերմանիո մեջ հետո Եվրոպայի հետո Ամերիկայի Իրանունը սկսած է դարածվել հասկանաք բայց ինչ ծավալ դարածվել Խենտենալիք, այսինքն Եվոն գանդրատարնաս, որ ամբողջ սերունդ մգա կերմանախոս ուրեմն մտածող փիլիսոփաներու, որոնք ի վերջո մեր աշխարհը իրենց հաշվին մտածած են, մենք ալ իրենց հետ պետք է մտածենք անշուշտ, ավասիկ ինչ են իմ քրազներս եւ իմ թարգմանածներս։ Շատ շնորհակալ ենք, միշտ բարի եկած եք Մոնտրեալ։ Շատ մերսի, ամեն ինչի։
Բարևներ մեր շատ սիրելի հայ հորիզոնի հետևորդներ։ Տարեր շարունակ հայ ժողովուրդը ուր որ գտնված է, հաջողած է պահպանել իր ինքնությունը, շնորհիվ իր սկզբունքներուն ու վճռագամ կեցվածքին։ Կեսարցիի նախնիները եկած ավանդության համաձայն մեծ ուրախությամբ կհայտնենք թե հովանավորությամբ համասկայնի համոհանչանյան մասնաճյուղի վարչության եւ գազագերբությամբ ընկերային հանձնախումբի կներկայացնենք դոհմիկ երեկո եւ մեսերը, որ տեղի ունեցավ շաբաթ 27 սեպտեմբեր 2025-ին երեկոյան ժամը 7-ին Համալիրի շրջապագեն ներս։ Աշխարհի համար Քեսաբը բզդիկ գյումն է, բայց մեզի համար Քեսաբը մեր աշխարհն է։ Այսօր մեծ սիրով եւ հպարտությամբ հավաքված ենք մեր հայրենիքի, մեր Քեսաբի հարուստ պատմությունը եւ հմայքը փարապանելու համար։ Մենք հավաքված ենք Մասարայի շուրջ, հարկանքի դուրք տալու մեր պատմության, մեր մշակույթին, գրգին անգամը եւս հաստատելու, որ մենք ենք դերը մեր արժեքներում եւ այս շարանկը պիտի փոխանցենք մեր զավակներուն։ Հաստախումբս աշխուժ ծևով աշխատեցավ այս ծրագիրը հաջողցնելու եւ ջող ժամանակը անցնելու բոլորս միասին։ Մեր նպատակները մեկն էր բահել եւ վերանորոգել մեր ավանդությունները մեկը մասարակ։ Ես շատ ուրախ եմ, որ ներկա եմ եւ շատ լավ ժամանակ անցնեմ, որ Այսօրվա դոհմիկ երեկոն, որ կազմակերպված է համասկայնի համոհանչանյան մասնաճյուղի վարչությունը, շատ հատուկ է բոլոր քեսաբցիներուն համար, որովհետև բոլորը այստեղ հավաքված կնշեն իրենց ավանդություններն մեկը, որն է փրփուր եփելու արարողությունը։
համալիրին փագը փրփուր կեփենք, գերմեր ֆստան կբանենք եւ կբահենք մեր կեսաբը։ Ռուբի պատրաստությունը սկսի խաղող խաղելով։ Խաղողն ալ պետք է լա փարփող խաղող, հատուկ ջերմակ մանր հատիկներով խաղողն է։ Ադիգա ուրեմն հավաքել են ետքը թեկնայի մեջ գտրվում, ուր որ պետք է գողվի, ադոր կեսաբերեն թեկնա գսեն, որ պետք է գտրվի վրան հավուրայի հողը, որբեսի եկող ջուրը զդվի, pH-ը կբաքսաստե կամ կպարսաստե չեմ գիտեր քիմիականորեն, բայց գիտեմ, որ ջուրը կհստականա, Ադիգա խաղող գողվել են հողով միասին գտրվի մեծ տաշտիվը մեջ, բողենզիվը մեջ, որ ադիգա հանտարդ գրագով կդակցվի։ Հանտարդ գրագով դակցվեց કે ադոր վրայի աղդոդությունները մեջի ջուրի մեջի աղդոդությունները երեսը գլը, որ կեսաբերերով ջամարել գսեն ասին, ջամարը գհանեն, գտապեն, ատվերի հողերը դուրս կելը, հետևիասին աղդոդություն, ադոնք դուրս կտապեն, որ մետ լայն ամաններու մեջ կբարվի ջուրը, այդ ջուրը քարորդ շավա մեջ կհստականա, որ մետ մեծ տաշտիվը մեջ, լագանի մեջ կտրվի և կսկսի երալ, սկիզբը նորեն աղդոդություն գելը, այդ աղդոդությունները կտապվի, լման հստակ ջուր գլա։ 80 արհայրուրը դագավին կա, 20 արհայրուրը ծնտել են ետքը, հոտ կսկսիս խմելու շարբատ, գոթավուր կավատով մեջ են գարնես և ադոր գսեն շարբատ։ Շարբատ այսիկն շարապ պարեն գերևի եղազը և շատ համեղ գլա, կախսուկ ջուր մգլա, որ գոգորցի և հարպուխի համար շատ զորավոր է, շատ լավ է։ Երկու կեսեն 3 ժամ դևող երալով բարձր գրագի մեջ, բարձր գրագի մեջ ավելի երալեն ետքը ադիգա կթանցրանա և կսկսի կեսաբերանով գվուր է գսեն, գվուր այսիկին գերա տեպի դուրս կծապք է, ադոր համար հանգարդ կդեսես, որ կրնևով և սուսակով բանգնեն, գբաղեցնեն, որ հանտարդի, միջև ռուբի վերասվի և թանցրանա, որ մետ գեղացով լաղա գհանեն, մեկտի գտնեն և սկսի պուրպուրը ելներ անշու, և համով հոդով գուդեն, բայց չմորնակ, որ ռուբը տահինով գուդեն ծմերը, որ շատ սննտարար պահմն է, բարով եկակ։ Պրպոր, քեսպու պրպոր, Buyurunuz ergiyek, geçli diri ergiyek, pırpır. Ձեզի հետ Պալիկ Լանթյան, Հայ հորիզոն կեսապ։ Ձերքին սափոր կարջուններ անուշիկ, մայրիկ սարնվեցա, սիրում եմ ես նրան, հոգրիկ ակնարկով, արավ ինձ նշան, Սերեկն անդադար նրան եմ հիշում, գիշերն էլ երազիս մեջ եմ տեսնում, մայրիկ սարնվեցա,
փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան Երնեք այն օրը, որ ես քեզ տեսա Հանկարծ քո սիրուց սիրտս լծվեցավ Սիրտս վիրավոր է, անդեղան վկա Իմ գովելին ես աշխարհ է վկա Աղբյուրի մոտ կանաց մի աղջիկ Ձերքին սափոր կար ջուրներ անուշիկ Մայրիկ զարնվեցա, սիրում եմ ես նրան Փոքրիկ ակնարկով արավ ինձ նշան Սիրուն յար ունեի, որի անունն է նուն է Իմ նուն է իմ փախցրին տարան տարան Ես մնացի առանց նուն է Իմ նուն է իմ փախցրին տարան տարան Ես մնացի առանց նուն է Նուն է, նուն է, նուն է արի ինձի սիրե Եկեք մի ճարանենք Իմ նուն է իմ փախցնենք բերենք Առանց նուն է ես կյանք չունեմ Առանց նուն է ես այրվում եմ Առանց նուն է ես կյանք չունեմ Առանց նուն է ես այրվում եմ Նուն է, նուն է արի ինձի սիրե Ես գնում եմ լաշնես, արտասուքով թաշնես Արիվատս իմացի, էլ ինձ մի տանջի Ես գնում եմ լաշնես, արտասուքով թաշնես Արիվատս իմացի, էլ ինձ մի տանջի Պատիս կախված իմ ջութակը կավ կոտրվեց Վերջին անգամ սիրոլարը արձագանք տվեց Պատից կախված իմ ջութակը կավ կոտրվեց Վերջին անգամ սիրոլարը արձագանք տվեց Ախ իմ սիրուն յար ինչու հեռացար
մենակ մնալուց Շողերով, շաղերով յարիս եմ գովում Հոգնել եմ ես այսպես մենակ մնալուց Իմ սիրուն թրջուն դու վերվեր թրիջ Հերո երկնքում իմ յարին գտիր Իմ սիրուն թրջուն դու վերվեր թրիջ Հերո երկնքում իմ յարին գտիր Յարիցս լուր, լուր բերից Արևից լույս բերից Յարիցս լուր բերից Արևից լույս բերից Լուսնից էլ բարձր ես ինձ համարյա ջան Աստղից էլ փայլուն ես քո տեսքով պայծառ Լուսնից էլ բարձր ես ինձ համարյա ջան Աստղից էլ փայլուն ես քո տեսքով պայծառ Իմ սիրուն թրջուն դու վերվեր թրիր Հերու երկնքում իմ յարին գտիր Իմ սիրուն թրջուն դու վերվեր թրիր Հերու երկնքում իմ յարին գտիր Յարիցս լուր բերից Արևից լույս բերից Յարիցս լուր բերից Արևից լույս բերից Սիրուն աղջիկ ինչ ես լալիս, ինչ ես տխուրման գալիս Սիրուն աղջիկ ինչ ես լալիս, ինչ ես տխուրման գալիս Ախ տեսնեմ քեզ մոլոր, պես կողմերում ամենոր Ախ տեսնեմ քեզ մոլոր, պես կողմերում ամենոր Շաբադաբադաշտաշ, 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 շաբադաբադաշ, շաբադաբադաշտաշ, շաբադաբադաշ, շաբադաբադաշտաշ, շաբադաբադաշ Հատասվելով լալով այդպես ման ես գալիս վարդի պես Հատասվելով լալով այդպես ման ես